Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ Կանանց հարթակ ոդքասթի հաղորդաշարին հյուրընկալել եմ ժողովրդավարության զարգացման հիմնադրամից Տաթևիկ Խաչատրյանին։ Ողջույն Տաթևիկ, ինչպե՞ս ես։ Ողջույն, Թեհմինե, շնորհակալություն։ Կուզենամ այսօր խոսենք հատկապես քո մասնագիտական աճի կամ այն սկզբի, որտեղից որ դու սկսել ես, ինչն է եղել քո մոտիվացիան եւ հատկապես որ ժողովրդավարությունը զարգանա, եկել ես մի հիմնադրամ, որտեղ որ փորձում եք զարգացնել ժողովրդավարությունը։ Քո կյանքի մասնագիտական զարգացման ուղու մասին խոսենք, իսկ հետո հայաստանյան ժողովրդավարական իրավիճակների մասին։ Շնորհակալություն, Թեհմինե, շատ հետաքրքիր է։ Փոքր ժամանակ իրականում ես երբեք չեմ պատկերացրել, որ զբաղվելու եմ այն գործով, որ հիմա անում եմ։ Ես դեռևս դպրոցական տարիքից ունեի երազանք դիվանագետ դառնալ, ինձ համար դա շատ ռոմանտիկ մասնագիտություն էր։ Լավ կրթությունով, բարետես մարդիկ գնում են տարբեր երկրներ, աշխատում են, իրենց երկիրն են ներկայացնում, շատ ազնվական աշխատանք էր ինձ համար եւ իմ ամբողջ երազանքը դրա վրա է կառուցում։ Ես սովորում էի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում եւ տեղի ունեցան հայտնի 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը եւ լուրերում կարդացի, որ մի խումբ դիվանագետներ, այդ թվում դասախոսներ, իմ կողմից շատ հարգված դիվանագետներ նամակ են գրել կառավարությանը եւ քննադատում են գործողությունները, մարդու իրավունքների լայնածավալ խախտումները։ Եվ հետո իմացա, որ բոլոր այդ դիվանագետները պատժվել են իշխանության կողմից, զրկվել են իրենց դիվանագիտական ռանգից։ Ինձ համար դա աչքեր բացող փորձառություն էր եւ ես հասկացա, որ մի բան այն չէ գնում, մի բան ճիշտ չէ եւ ես ուզում եմ պատմության այս կողմում լինել։ Այս երկրում դեռևս շատ անելիք կա եւ ես ուզում եմ լինել այն մարդկանց կողքին, ովքեր տառապում են մարդու իրավունքների խախտումներից եւ արդարադատության պակասն են զգում իրենց վրա։ Հետո գնացել եմ իրավագիտություն եմ սովորել եւ իմ ամբողջ կարիերան, իմ ամբողջ աշխատանքային փորձը արդեն շարունակել եմ որպես իրավաբան, նաեւ մարդու իրավունքների պաշտպանության առնչվող ժողովրդավարության պաշտպանության առնչվող ծրագրեր եմ համակարգել, ֆոնդ հայթայթում եմ արել մյուս կազմակերպությունների համար նման աշխատանքին աջակցելու համար։ Ջատագովություն եմ իրականացրել կառավարության հետ, որպեսզի նաև մարդու իրավունքների համակարգային պաշտպանությանը նպաստեմ մեր երկրում։ Եվ այսպես հայտնվել եմ այս ոլորտում։ Խոսենք Հայաստանում ժողովրդավարությունից, հաճախ ասում են, որ մենք ունենք ժողովրդավարություն, մյուս կողմն ասում է, որ ունենք իմիտացիա եւ ուզում եմ հասկանալ, մենք ի վերջո կարողանում ենք զարգացնել փուլ առ փուլ, ինչպես ասում են, դասարան առ դասարան, առաջ անցնելով եւ մոտենալով իրապես այն ժողովրդավարության արժեքներին, որը որ պատկերացնում ենք Հայաստանին հարիր։ Ժողովրդավարությունը շատ բարդ կատեգորիա է եւ շատ պարզունակ կլինի, եթե ձեր հարցին այո կամ ոչով պատասխանեմ։ Ինձ թվում է եւ դուք եւ ես եւ անգամ այս հաղորդումը, որ հիմա մենք պատրաստում ենք, ինքը ժողովրդավարության կայացման մի փոքր ներդրում է մեր կողմից։ Շատ քիչ պետություններ այսօր կարող են միանշանակ ասել, որ իրենք կայացած ժողովրդավարություններ են։ Մեր երկիրը առավել եւս, որ այսքան ցնցումների միջով է գնում եւ հետխորհրդային ցնցումները, փոփոխման ամբողջ կառավարման համակարգի եւ այն կոնֆլիկտային տարածաշրջանը, որը խանգարում է մեր պետությանը խաղաղ զարգանալ, խաղաղ գոյատևել։ Մենք գնում ենք դեպի ժողովրդավարություն։ Մենք կառուցում ենք ժողովրդավարական ինստիտուտներ։ Մեր միսիան քաղաքասարակության հենց դրանում է, որպեսզի օրենսդրությունում, պրակտիկայում եւ մշակույթով դնենք այն երաշխիքները, որ դրանցից հետ նահանջը լինի դժվար, որ օրվա իշխանությունը չորոշի, թե մեր իրավունքը ինչքան պետք է պաշտպանվի եւ մենք ինչ կարող ենք անել։ Դրա մասին է ժողովրդավարությունը։ Իմ համար սա գործընթաց է, ինքը չունի ավարտ, ինքը չունի սկիզբ եւ չունի ավարտ։ Ես աշխատում եմ տարբեր երկրներից իրավապաշտպանների հետ եւ նրանք, ովքեր մեզ ժամանակին լավագույն փորձ էին կիսում, հիմա շատ լուրջ պաշտպանության կարիք ունեն տարբեր երկրներում, որտեղ պոպուլիստական շարժման առաջնորդները եկել են իշխանության եւ ամենապարզ ֆունդամենտալ ազատություններն են սկսել կրճատել մարդկանց եւ ոտնձգություններ իրականացնել։ Դրա համար մենք աշխատում ենք, դրա համար մենք պետք է շատ զգոն լինենք, հասկանանք որտեղ է մեր առաջընթացը ու այդ հնարավորության պատուհանը օգտագործենք ավելի առաջ գնանք այդ գործընթացները, այդ արժեքները դարձնենք արմատացած եւ անշրջելի եւ որտեղ մենք ունենք
ոտնահարումներ եւ դեռևս խիստ բացասական իրավիճակ, կարողանանք այդ ոլորտում մտածողություն փոխենք։ Երբ որ մենք խոսում ենք ժողովրդավարությունից, դա ստուգատեսները չեն միջազգային, դա այդ հեղինակավոր զեկույցները չեն, դա նաեւ մեր հասարակ քաղաքացին է։ Արդյոք ինքը իր մտքում երբ գնում է ընտրության, ընտրում են տեխնացուին, որը ժողովրդավարությունն է իրան խոստանում, թե այլ արժեքներով են առաջնորդվում։ Մենք ուզում ենք, որ ժողովրդավարությունը դառնա բոլորի կողմից ընդունված արժեք եւ քաղաքացիները դա տեսնեն որպես նաեւ միակ միջոց իրանց իրավունքները ռեալիզացնելու համար, բարեկեցիկ եւ ապահով եւ խաղաղ ապրելու համար։ Երբ որ խոսում ենք ընտրության ինստիտուտի մասին, հաճախ մենք ընտրությունների արդյունքում տեսնում ենք, որ մեծամասնությունը չգնաց ընտրության եւ նաեւ այդ մեծամասնության ընտրություններ չգնալ ընտրության։ Այսինքն կամ ընտրություն չի տեսել, կամ այդքան քաղաքացիական պատասխանատվություն կամ գիտակցություն չի ունեցել։ Չնայած այս ինչի մասին է խոսում, երբ որ մենք միշտ դժգոհ ենք մեր ընտրությունների արդյունքներից եւ երբեմն շուռ են գալիս մեղադրում ենք մարդկանց, որ իրանք ընտրության չեն գնացել։ Նախ ես ուզում եմ ասել, որ կա այդ թյուր ընկալումը, որ եթե հասարակության մեծ մասը ընտրության չի գնում, դա նշանակում է չկա հավատք process-ների, գործընթացների նկատմամբ, դա այդպես չի։ Եթե մենք նայենք իրականում ամենակայացած մեծ ավանդույթներով ժողովրդավարական երկրներին, հանրային մասնակցությունը ընտրություններին 100% չի, 90 չի, 80 չի։ Սա խոսում է նաև նրա մասին, որ չկա նաև ուղղորդված հոսք, որպեսզի ընտրողներին զորով տանեն ընտրատեղամասեր։ Եվ եթե համացան համար նայենք օրինակ ավտորիտար երկրներում, հասարակության մասնակցությունը ընտրությանը շատ բարձր է, ինչը խոսում է նրա մասին, որ ավտորիտար ուժերը ուղղորդում են, ուժով տանում են մարդկանց ընտրատեղամասեր իրենց ուզած արդյունքը ապահովելու համար։ Կա դրա սուբյեկտիվ եւ օբյեկտիվ բացատրություններ։ Եթե հիշեք 2018 թվականից հետո ընտրությունը Եվի ամենաբարձրն էր եւ դա ուներ հստակ պատճառ։ Այդ տարի իրականացված հանրային հարցումները, սոցհարցումները ցույց տվեցին, որ շատ բարձր էր մարդկանց քանակը, մարդկանց տոկոսը հասարակության մեջ, հատկապես երիտասարդների մեջ, ովքեր կարծում էին, որ իրենց ձայնը կարող է բան փոխել։ Երբ որ մարդ ունի այդ զգացողությունը, որ ձայնը որոշիչ է, որ իր քվենդեր է խաղում, ինքը գնում է։ Ցավոք սրտի դրանից հետո եւ կոവിഡ്ը եւ պատերազմը ահագին փոխացին իրավիճակը եւ բնականաբար այդ հետ հեղափոխական էйֆորիան ավելի նստեց, մարդիկ սկսեցին նույն բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ տարածքային ամբողջականությունը, ազգային անվտանգությունը, սրանք էին դարձել առաջնահերթություններ, որով հանրային պահանջ էր ձևավորվում օրվա իշխանությունից, եւ քաղաքական process-ներին մասնակցությունը այլևս այդքան կարևոր չէր դիտվում, մարդիկ ասում էին դե լավ ինչ փոխվեց, հեղափոխություն արեցինք, բայց պատերազմ եկավ, այսքան բան կորցրեցինք, այսքան մարդ զոհվեց։ Այսինքն հիասթափության մի հատ նոր շերտ այո, հիասթափությունը շատ էապես, շատ էական դերակատար էր իրականում։ Բարեբախտաբար մենք չենք կարող ասել, որ եթե մարդկանց մասնակցությունը ընտրություններին պակասեց, ընտրությունները այլևս օրինական չեն։ Եվ տեղական քաղաքասարակությունը եւ միջազգային դիտորդները այնուամենայնիվ ասին, որ չնայած որոշ խախտումների, սիստեմատիկ ընտրությունների կեղծարարությունը այս երկրում տեղի չի ունեցել դրանից հետո էլ։ Հիմա մյուս տարի ունենք նոր ընտրություններ, կարծում եմ, որ սա էլ է կարևոր մեզ համար բեկումնային տարի լինելու այն իմաստով, որ մեր երկիրը խաղաղության, զարգացման, նաև դեպի Եվրոմիություն ինտեգրման ճանապարհ է վերցրել եւ մարդկանց մասնակցությունը ընտրություններին նաև կարևոր հաստատուն վալիդացիա է լինելու։ Հասարակությունը հաստատում է այս կուրսը, կիսում է այդ խաղաղության օրակարգը թե ոչ եւ հանրային մասնակցությունը կարևոր ցուցիչ է լինելու։ Մենք էլ ունենք այստեղ անելիք։ Մենք պետք է բացատրենք քաղաքացիներին իրենց ձայնը ինչքան կարևոր է։ Այս տարի մենք ունենալու ենք քաղաքացիներ, ովքեր առաջին անգամ են չափահաս դարձած իրենց ընտրելու իրավունքը իրագործելու, իրենք պետք է հասկանան այդ ուժը իրենց որպես քաղաքացի եւ պետք է գիտակցված եւ ճիշտ ընտրություն կատարեն, գնան ընտրատեղամաս այտորը։
Տեսեք, երբ որ խոսում ենք ժողովրդավարական արժեքներից, խոսքի ազատությունից, մարդու իրավունքների արժեքից, ընտրության ազատ մասնակցության եւ ընտրելու իրավունքից, մենք հաճախ տեսնում ենք, որ այդ արժեքների համար ներդրումներ հիմնականում արվում են կամ Եվրոպայից կամ ամերիկյան տարբեր ֆոնդերից եւ նաեւ կա դրա հակառակ քննադատական մտքերը, որոնք միշտ այս դաշտը լցվել են, հանրային դաշտում, դիսկուրսում քննարկվել են, գրանտակերությունը որպես ձև, որը երբեմն հենց ամենամեծ խոշոր բաժինը պետական ապարատներն են ստանում եւ դրա ոնց որ ասած այդ ներդրումը արդարացված է արդյոք եւ հարցը առաջանում ինչու են այս պետությունները ուզում կամ այս ֆոնդերը ուզում Հայաստանում ժողովրդավարություն զարգացնել, որն է իրենց օգուտը այս կարևոր հարցերի մասին կուզենամ խոսենք, որը որ ավելի լույս կսփռի մի վիճակի վրա եւ կփակի այն բոլոր հարցերը, որոնք որ անընդհատ առաջանում են դաշտում։ Որպես մի մարդ, որ ամենաշատն է տուժել այդ գրանտակեր խոսույթից, որտեվ համ գրանտեր ստացել եմ, համ գրանտեր ես ինքս տվել եմ եւ համակարգել եմ այդ ծրագիրը, ինձ համար դա շատ ցավոտ եւ հոգեհարազատ թեմա է, բայց պետքա շատ անկեղծ խոսել եւ շատ ճիշտ կոմունիկացնել այս ամեն ինչը հասարակությանը։ Մարդիկ կան, ովքեր նույնիսկ չգիտեն գրանտ ինչ է, բայց այդ վատ ասոցիացիան ունեն գրանտակերության հետ կապված։ Նախ այն կազմակերպությունները եւ այն օտարերկրյա կառավարությունները, ովքեր քաղաքասարակությանը, ՀԿ-ներին, անհատներին տալիս են գրանտեր, իրենք ունեն իրենց շահերը։ Եվ այդ շահերը պետք է հասկանալ ինչով են համընկնում մեր քաղաքասարակության շահերի հետ։ Եթե դիցուկ X պետության կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը ֆոնդեր է հատկացրել Հայաստանի նման պետությունում քաղաքասարակության համար, ուրեմն եւ այդ կազմակերպությունը Հայաստանում արդարադատության ուղղությամբ աշխատանքի անում, ապա այդ կառավարությունը շահեր ունի, որpիսի եթե իր երկրից ներդրողները գալիս են այս երկիր ներդրում անելու, իրենց ռեկետ չանեն։ Եթե իրենց երկրի գործարարը խնդիր է ունենում, դիմի ոստիկանություն, դիմի դատարան եւ կաշառակեր դատավոր ու ոստիկան չլինեն, այլ արդար դատաքննություն լինի եւ իրենց ներդրումը պաշտպանվի։ Իրենք շահ ունեն, որ եթե այս երկրները լինեն արդար եւ խաղաղ, ավելի քիչ կախված կլինեն օտարերկրյա օգնությունից, հումանիտար օգնությունից, ավելի քիչ կլինեն պատերազմների մեջ, ավելի քիչ հակում կունենան աշխատեն ավտորիտար կառավարությունների հետ, ում հետ եվրոպական երկրների շահերը չի համընկնում։ Ես նկատի ունեմ այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, նաեւ համընկնում են այո որոշ երկրների արտաքին քաղաքականության սկզբունքների հետ։ Եթե օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները տարիներ շարունակ Հայաստանում գումարներ են ներդրել թրաֆիկինգի պայքարի դեմ, ինքը շատ շահագրգռված է, որովհետև այդ թրաֆիկինգի հանցագործությունը այնպիսի բնույթ ունի, որ ինքը մի երկրով չի սահմանափակվում։ Թրաֆիկինգը մի ամբողջ շղթա է, որը երկրից երկիր զոհերին պտտացնում է, հանցավոր կազմակերպված հանցավորություն է։ Ինքը տարբեր երկրներ է ներառում եւ վերջում գալիս է եւ ամերիկյան ազգային շահերին միտեղ խփում է։ Այսինքն սա շատ հեռատես տասնամյակներ առաջ պլանավորված արտաքին քաղաքականություն է, ներդրում կատարել մի երկրի զարգացման մեջ, որպեսզի նաև քո ազգային շահերի պաշտպանությանը սպասարկմանը դա նպաստի։ Եվ ինչ ենք անում մենք։ Մենք նայում ենք, տեսնենք, թե մեր երկիրը ինչ առաջնահերթություններ ունի, ինչ շահեր ունի եւ որտեղ կարող ենք միջոցներ գտնել, որպեսզի համապատասխան մասնագետներ հավաքենք այդ ծրագրերը անելու համար, կարողանանք ամենապարզ սրահների վարձակալություն, գրասենյակների վարձակալություն, տեխնիկական հարցեր լուծենք, կարողանանք այդ նպատակները իրագործենք այս երկրում։ Տաթևի քո խոսքում նշեցիր, որ հատկապես շատ կարևոր է հասարակական վերահսկողությունը եւ ինստիտուտների կայացումը Հայաստանում։ Կուզենայի խոսեինք այն մասին, որ դու ներգրաված ես դատավորների ընտրության հանձնաժողովի մեջ, ինչ աշխատանք ես այնտեղ իրականացնում եւ որքանով կարևոր է դա Հայաստանի Հանրապետության համար։ Սա շատ կարևոր գործ է, որը կամավոր աշխատանք է, ես դիմել եմ որպես ազգային փորձագետ, ներգրավել եմ հանձնաժողովում, որը ընտրում է հակակոռուպցիոն դատարանի վերաքննիչ ատյանի դատավորներին։ Սա մեր տարիների ջատագովության արդյունքն է։ Ես ում ասեմ, Հայաստանում երբեք նման բան չի եղել։ Սա հեղափոխությունից հետո քաղաքասարակության ամենօրյա աշխատանքի նաև արդյունքն է, որ մենք պնդում ենք, որ դատական համակարգը պետք է մաքրվի հնարավոր վտանգավոր կոռուպցիոն էլեմենտներից, լինի հնարավորինս բարեվարք,
դատավորները հնարավորինս ավելի թափանցիկ մեխանիզմներով պետք է ընտրվեն, եւ սա կարևոր հաղթանակ է մեզ համար։ Նախ ուզում եմ դա ասել։ Մենք պետք է նաեւ ասենք, որ թեկուզ փոքր, բայց կարևոր հաղթանակներ են կարել մեծ ռեֆորմները առաջ տանելու առումով։ Ես որպես ազգային փորձագետ եմ ներգրաված, մենք ունենք այնտեղ նաև միջազգային փորձագետ եւ իհարկե դատավորների տեխնացուները քննություններ են հանձնում, հետո բարձրագույն դատական խորհուրդը վերջնական որոշումը կայացնում է։ Սա շատ կարևոր հանրային վերահսկողություն է, որովհետեւ իդեմս ինձ քաղաքասարակությունը նաև կարողանում է վերահսկել, թե ովքեր են այն տեխնացուները, ովքեր գնում են Հայաստանի ամենակարևոր այս դեպքում հակակոռուպցիոն դատարանը եւ ամենազգայուն կոռուպցիոն հանցագործություններն են քննելու։ Սա ինձ համար կարևոր փորձառություն էր այն առումով, որ գաղտնիք չի, դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է արդարադատության ոլորտը ամենակոնսերվատիվ տղամարդկանցով, հիմնականում տղամարդկանցով բնակեցված ոլորտներից է, որտեղ կանանց մասնակցությունը շատ քիչ է։ Եթե նայեք Եվրոպայի խորհրդի հետազոտությունները, արդարադատության ոլորտում կանանց ներգրավվածությունը բավականին քիչ է։ Ինչու՞։ Որովհետև սրանք շատ պահպանողական ուժի հետ ասոցացվող ոլորտներ են, դատավորը շատ հզոր պաշտոնյա է։ Իր կայացրած վճիռները հարցեր են լուծում, դատապարտում են մարդկանց, մեղավոր են ճանաչում, լուրջ գույքային վեճեր են լուծում եւ այդ պատասխանատվությունը վերցնելը շատ մեծ բեռ է անձի համար։ Դա չի խրախուսվում եւ ես վստահ եմ շատ կանայք, ովքեր փայլուն իրավաբանի կարիերա են արել, իրենց հետ են համոզել, դատավոր չարժի գնալ, վտանգավոր է, ինչ գործ ունես, տենց պատասխանատվության տակ ընկնես, իսկ տղամարդիկ հակառակը ավելի համարձակ են գնացել։ Բայց այդ բաշխվածությունը հոգուտ տղամարդկանց այս ոլորտում միայն դատարանների մասին չի։ Ամբողջ արդարադատության ոլորտում եւ դատախազներ, եւ քննչական մարմիններ, եւ ոստիկանություն հիմնականում ուժային են կառույցները, ովքեր շատ մեծ ռեսուրս եւ ուժ են կուտակել, ավանդաբար եղել են տղամարդկանցով բնակեցված ոլորտներ։ Սա մեծ փոփոխություն է, երբ որ իմ տարիքի կինը գալիս է ու դատավորների տեխնացուներին, ովքեր ինձանից տարիքով հաճախ շատ մեծ են լինում, հարցեր է տալիս իրենց գույքային դրության մասին, իրենց կապերի մասին, իրենց մոտիվացիայի մասին։ Սա փոխում է մշակույթ։ Ինձ համար հեշտ չի բնավ։ Իրենց համար էլ հեշտ չի, շատերի համար իրենք սովոր չեն տենց հարցերին։ Պատասխանում են անկեղծ։ Իրենք պետք է պատասխանեն, անկեղծությունը ես չգիտեմ եւ հետո դա արտացոլվում է իմ գրած կարծիքի մեջ, բայց սա փոխում է մշակույթ Հայաստանում։ Սա փոխում է մշակույթ, որովհետեւ ես որպես քաղաքասարակություն տեսնում եմ, թե ովքեր են գալիս, որ հետո մեր երկրում ամենակարևոր հանցագործությունները պիտի քննեն կամ գործերը պիտի նայեն քաղաքացիական, իսկ իրենց մոտ փոխումը, որ իրենք պետք է ավելի հաշվետու լինեն։ Ցանկացած այլ տեխնացու, որը ապագայում պետք է այդ ֆիլտր մեխանիզմով անցնի, կմտածի, եթե ես այս գործարքին գնամ, կարող է դա միտեղ բացահայտվի, ես ուզում եմ դրան գնալ, թե չէ, եթե ես այս կարիերան եմ ուզում իմ կյանքում անել։ Կամ հակառակը, եթե ես մաքուր չեմ, միգուցե չգնամ, դատավոր չդառնամ, անհարմար հարցեր են տալու, հետո բացահայտվի։ Սա շատ կարևոր նաև զսպման մեխանիզմ է, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր վստահ չեն իրենց բարևարկության համար, չդիմեն եւ այս ճանապարհով չգնան։ Հանրային վերահսկողության ամբողջ գաղտնիքը եւ գեղեցկությունը հենց դրա մեջ է։ Տաթևիկ, ուզում եմ խոսենք նաև հանրային խորհուրդների մասին, ընդհանրապես մեր հասարակության մեջ այդքան էլ հարգված ոնց որ կամ, չգիտեմ, ընդունված չի այդ հանրային խորհուրդները, որովհետև մտածում են, որ այնտեղ հարցեր չեն լուծվում, չգիտեմ, ձևական բնույթ է կրում, իմիտացիաները շատ են։ Դու նաև ներգրաված ես հանրային խորհուրդներում, որտեղ նաև ունենք նախարարություններ, որտեղ հենց կին է ղեկավարում արդեն, տեսնում ես տարբերություն տղամարդկանց կառավարածի եւ կանանց կառավարածի միջև եւ ինչ ես կարողանում փոխել կամ ինչ ես կարողանում նկատել այդ հանրային խորհուրդներում։ Ճիշտն ասած, զուտ կին ղեկավարներով պայմանավորված մշակութային մեծ փոփոխություններ չեմ տեսնում։ Ես ավելի շատ կասեի, որ կային նախարարություններ, ովքեր ունեն կայացած մշակույթ հանրային մասնակցություն խթանելու եւ ապահովելու ուղղությամբ եւ անկեղծ երկխոսություն ապահովելու ուղղությամբ, եւ ունենք նախարարություններ, պետական կառույցներ, որոնք ավանդաբար շատ փակ են եղել մեզ համար եւ շատ դժվար է այնտեղ աշխատակիցների գուցե, հա։
Գիտեք, հետաքրքիր է, ոստիկանություն ասվածը հիմա ներքին գործերի նախարարությունն է, ինքը այս պահին ամենաբաց եւ ամենահամագործակցային կառույցներից է։ Սա մեծ ուրախությամբ եմ ասում, որովհետեւ այս ոլորտը ավանդաբար շատ փակ է եղել եւ մենք ունեցել ենք շատ մեծ կարծրատիպեր իրանց մասին, իրանք էլ ունեցել են շատ մեծ կարծրատիպեր մեր մասին։ Մենք տարիներ շարունակ 18 թվականից հետո պայքարել ենք, որպեսզի վերականգնվի քաղաքացիական նախարարության կոնցեպտը, ոստիկանությունը ուժային ծառայությունից դառնա ավելի հաշվետու, դառնա մի նախարարության ներքո գործող ծառայություն։ Եվ այդ ծառայությունը լինի, եւ այդ նախարարությունը լինի քաղաքացիական, մենք կարողանանք այնտեղ խորհուրդներում լինենք, մասնակցենք քաղաքականության մշակմանը, գնանք նախարարին բաց հարցեր տանք, այդ նախարարը գնա ազգային ժողովում հարցերին պատասխանի։ Մենք հասել ենք դրան եւ հասել ենք եւ թղթով եւ փաստացի։ Այսօր ներքին գործերի նախարարությունը քաղաքասարակության համար նաեւ ամենաբաց կառույցներից է, մեր հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում եւ ամենակարևոր փաստաթղթերը, որոնք այսօր փոփոխություն են բերում համակարգում, ոստիկանության բարեվարկության հետ կապված, իրենց աշխատանքի հետ կապված, ազգային գվարդիայի ստեղծման հետ կապված, բոլոր այս փաստաթղթերը այս երկրում այնպիսի հկը չկա, որ ուզի մասնակցի այդ փաստաթղթերի քննարկմանը ու ինքը չկարողանա հասանելիություն չունենա։ Իսկապես բաց են process-ները։ Բայց նաև ես ուզում եմ ասել, որ այս գործընթացները ոչ միայն ներքին գործերի նախարարության դեպքում, նաև մյուս նախարարությունների դեպքում նաև պայմանավորված են նրանով, թե քաղաքասարակությունը ոնց է դիրքավորվում այդ խորհուրդներում։ Ինչ օրակարգով է գնում, պրոակտիվ իրանք հարցեր են առաջ քաշում եւ լուծումներ պահանջում, թե пассив գնում են, սպասում են տեսնեն նախարարը ինչ կզեկուցի այդ հանդիպումներին, իրանք ոնց կարձագանքեն, կգովեն, կքննադատեն, թե ինչ կանեն։ Մենք մասնակցությունը տեսնում ենք ավելի բովանդակային, ամեն քննարկման պետք է գնա քաղաքասարակության ներկայացուցիչը պատրաստված։ Մեր խնդիրները պետք է գան ներքևից։ Դաշտում ինչ խնդիրներ կա, ինչ կա, որ նախարարը կաբինետում նստած չի տեսնում։ Մենք դա տանենք, հասցնենք, սարքենք իր օրակարգի մաս ու այնպես անենք, որ մոտակա կառավարության նիստին, որ ինքը զեկուցի, ինքը նաև մտածի այս բոլոր խնդիրների մասին ու ոնց է սրա լուծումները անելու։ Բնավ ամեն հարցով չի, որ այդ հաջողությունը լինում է, բայց շատ կարևոր է, որ այդ պրոակտիվ օրակարգ ձևավորելը նաև լինի քաղաքասարակության կողմից, ոչ թե մենք ռեակտիվ աջակցենք իրանց օրակարգերին, քվեարկենք, սատարենք, այո, ոչ, լինենք ուղղակի կոմենտ անող։ Այո, հարցուկ չունենանք։ Իսկ ամենափակ կառույցը ձեզ որն է, որը փորձել եք այնտեղ ինչ որ բան առաջ տանել ու անհաջողություն եք ունեցել։ Ինձ թվում է փակ ու բացը անձերով եւ իրավիճակներով պայմանավորված փոփոխվում են, այսինքն պատերազմի ժամանակ որոշ կառույցներ մեզ համար ավելի փակվեցին, որոշ կառույցներ ավելի բացվեցին։ Ենթադրում եմ ՊՆ-ի հետ եք պաշտպանության նախարարություն։ Այո, եւ հակառակ օրինակ սոցիալական ոլորտի կառույցները, որոնք ավելի շատ կարիք ունեին աջակցության, կամավորների ներգրավման ամենաբացն էին։ Եվ հակառակը պատերազմից հետո հետպատերազմյան շրջանում նորից այդ դինամիկան փոխվեց։ Ես կարող եմ ասել, որ ֆինանսական բլոկի պետական կառույցները եւ ավելի ուժային կառույցները ունեն քիչ մշակույթ եւ քիչ ավանդույթներ քաղաքասարակության հետ աշխատելու համար, բայց մենք այդ հարցը ուզում ենք փորձել լուծել թե հորիզոնական, թե ուղղահայաց մակարդակներում, թե մենք պրոակտիվ իրանց ներքաշում ենք դիալոգի մեջ եւ հարցեր ենք բերում առաջ, իրենց առաջ դնում, պահանջում, որպեսզի մեզ կանչեն, հրավիրեն, հաշվետու իրանց պահենք, հարցեր ունենք, ձեզ առաջարկներ ունենք, մի հատ բացատրեք, էս ոնց է, ինչա, թե փորձում ենք այդ հարցերը նաեւ լուծել կառավարության միջոցով, որովհետեւ Հայաստանը նաեւ բաց կառավարման նախաձեռնության անդամ է եւ պարտավորություններ ունի, այսինքն նաեւ նման պարտավորություն կա կառավարության կենտրոնական ապարատում, որ իրանք հանձնարարականներ ուղարկեն տարբեր նախարարություններին, որ աշխատեք, համագործակցեք, խորհրդակցեք, սենց օրենք եք բերել, իսկ քննարկել եք, ցույց տվեք ինչ հկների հետ եք խոսել։ Նաև կառավարությունը կարողանա այդ վերահսկողությունը գործընթացների նկատմամբ ապահովել։ Այսինքն վերահսկում եք նաև մասնակցության այդ իմիտացիան, որ փորձում են երբեմն ցույց տալ։ Այո։ Ես կուզենամ նաև հարց ուղղել այն փորձը, որը կուտակել ես, որ բերում է լուծումների։ Ինչով կարող ես կիսվել եւ արդյոք նաև դու որպես կին իրավապաշտպան առնչվել ես խտրական եւ կարծրատիպային մոտեցումների, ինչպես ես դրա հետ վարվել։
շատ եմ խոչընդոտների հանդիպել, Թևմինը, անկեղծ եմ ասում։ Խոչընդոտների մասին կխոսեմ, բայց ուզում եմ մի հատ էլ կարևոր բան ասեմ, որ այս պահին ես նաև հիշում եմ եւ մտքովս անցնում են բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ քաջալերել են, ասել են առաջ գնա, չվախենաս, համարձակ եղիր, ամբիցիոզ եղիր։ Իրանք իմ կյանքում ավելի մեծ դեր են կատարել, քան թե բոլոր նրանք, ովքեր ինձ վախացրել են, փորձել են նսեմացնել, նաև կին լինելու համար։ Այդ մարդիկ պետքա շատ լինեն, ու ես ինքս ուզում եմ այդ մարդը լինեմ նաև իմ շրջապատում այլ երիտասարդ կանանց համար։ Հանդիպում ա եղել, որ ես գնացել եմ շատ կարևոր օրենսդրական ակտի քննարկման հարցով եւ շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ եմ քննարկել։ 20 րոպե ես անդադար միջազգային փորձով եւ միջազգային ստանդարտներով բացատրում էի ինչու չպետք է այս օրինագիծը այս տեսքով գնա կառավարություն, հետո ինձ վերջում ասեցին իսկ ամուսնացած ես, հարմար տղա կա մեր բարեկամներից կուզես ծանոթանաս։ Այդպիսի հանդիպումներ են եղել, այդպիսի փորձել ա եղել իմ կյանքում։ Եղել են հանդիպումներ, որտեղ եղել են մեծ մասը տղամարդիկ, ես եղել եմ միակ կինը, եւ ես 3 անգամ ավելի շատ եմ այդ հանդիպմանը պատրաստվել, որովհետեւ ես գիտեի ինձ ավելի դժվար է լինելու։ Ես ավելի շատ եմ տնային աշխատանք արել, որովհետեւ ինձ թվում էր ավելի շատ ապացուցելու բան ունեմ։ Ինչպես եմ ես այս խոչընդոտները հաղթահարել։ Ես գիտեի ես ուր եմ գնում։ Իմ նպատակը ավելի մեծ էր, քան թե իմ վախերը, ու դա էր ինձ օգնում հաղթահարել կարծրատիպերը, քմծիծաղները, կասկածները իմ ուժերի նկատմամբ եւ աշխատանքը։ Ինձ թվում է ինչքան մենք ավելի շատ պատրաստված լինենք, այնքան ավելի դժվար է լինելու մեզ խեղճացնել, մեզ հետ պահել, մեզ կոտրել։ Մենք պետք է շատ աշխատենք մեր վրա, մենք պետք է նաեւ երբեք չկանգնենք։ Մեր զարգացումը նաեւ մեր հաջողության գրավականն է։ Զարգացած կինը պատրիարխալ հասարակության համար մեծ մարտահրավեր է, որովհետեւ պատրիարխատը չի կարողանում դիմանալ դրան, երբ որ տեսնում է մեծ պոտենցիալը կնոջ մեջ է։ Իրանք առաջ են գնում ու իրանք երկրի զարգացումը տանում են առաջ։ Տաթևիկ, անչափ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Այս խոսակցությունից հուսով եմ շատ մարդիկ վերցնեն իրենց համար օգտակար խորհուրդներ եւ ինչպես վարվել մեր պատրիարխալ հասարակության մեջ հաղթանակների հասնելու համար լավ բաղադրատոմսեր տվեցիք։ Հիշեցնեմ, որ մեր զրուցակիցն է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի համակարգող Տաթևիկ Խաչատրյանը։